Ըստ խնդրի, Լուսինեն պետք է գնա դպրոց, որը գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե նա քայլում է 5 կիլոմետր/ժ արագությամբ, ապա քանի րոպեում կհասնի դպրոց։ Շատ լավ, այս խնդրի լուծման համար մեզ պարտադիր պետք է գծագիր, որով կվիզուալիզացնենք ընդհանուր խնդիրը։ Ահա, սա ենթադրենք մեր հեռավորությունն է, ահա Լուսինեն ինչ-որ կետում է կանգնած, միգուցե սա իրենց տունն է կամ միգուցե ճանապարհի ինչ-որ պահն էր։ Եվ ահա դպրոցը, որտեղ նա պետք է գնա։ Գիտենք, որ այդ հեռավորությունը Լուսինեի և դպրոցի միջև հեռավորությունը 3 կիլոմետր է։ Ու գիտենք, որ Լուսինեն քայլում է, ահա, 5 կիլոմետր/ժ արագությամբ։ Պետք է գտնենք, թե այս կետից դեպի այս կետ ինչքան ժամանակ կպահանջվի Լուսինեից, որպեսզի հասնի այստեղ։ Ահա, ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել կոնկրետ, դե իրականում կարող ենք երկու ձևով լուծել, որտեղ երկրորդ եղանակը լուծման առաջին եղանակի ընդհանրացումն է։ Դրա համար եկեք ուղղակի անուններ տանք դրանց, սա թող լինի մեր առաջին եղանակով լուծումը ու տեսնենք, թե ինչ ենք անում։ Տեսեք, գիտենք, որ 5 կիլոմետր/ժ արագությամբ քայլում է Լուսինեն։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Լուսինեն 1 ժամում քայլում է 5 կիլոմետր։ Դե եկեք այստեղից փորձենք գտնել, թե մի կիլոմետրը ինչքան ժամանակում կանցնի։ Ու դա արդեն ակնհայտ է, որ կունենանք ոչ թե ժամով, այլ րոպեով։ Շատ լավ։ Եկեք նշենք։ Կամ 5 կիլոմետր նշենք։ 5 կիլոմետր 1 ժամում, որը իրենից ներկայացնում է 60 րոպե։ Այստեղից ստացվում է, եթե ամեն րոպեում նա հավասար քանակությամբ ճանապարհ է անցնում, մենք կարող ենք գտնել, թե մի կիլոմետրը ինչքան ժամանակում կարող է անցնել։ Ինքն տեսեք, այդ 5 կիլոմետր եղած տարածությունը միանգամից չի անցնում, նա մաս-մաս, այսպես կտոր-կտոր անցնում է, ու մենք որոշեցինք, որ կարող ենք այդ 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհը բաժանել 5 մասի, ունենանք 1 կիլոմետր երկարությամբ կտորներ, որոնցից յուրաքանչյուրը հավասար ժամանակում կանցնի Լուսինեն, ահա այսպես։ Իսկ դա ընդհանուրն էլ գիտենք, որ 60 րոպե է, ուստի կարող ենք գտնել, թե յուրաքանչյուր կիլոմետրը քանի րոպեում է անցնում։ Այսինքն 1 կիլոմետրը կանցնի 65-րդ, 60-ը բաժանած 5-ի, հավասար 12 րոպեում։ Շատ լավ, եկեք սա մաքրենք, որովհետև այլևս անհրաժեշտ չէ։ Հիմա եթե Լուսինեն 1 կիլոմետր ճանապարհը 12 րոպեում է անցնում, եւ մեզ պետք է գտնել, թե այս 3 կիլոմետրը քանի րոպեում կանցնի։ Դա ակնհայտ է, որ 3 կիլոմետր կբաժանենք 1 կիլոմետր երկարությամբ հավասար կտորների ու կասենք, որ սրանցից յուրաքանչյուրը 12 րոպեում է անցնում, հետևաբար ընդհանուրն էլ, ինքն 3 կիլոմետրը նա կանցնի 3 անգամ 12 հավասար 36 րոպեում։ Այսինքն այս խնդրի համար մեր պատասխանն է 36 րոպե։ Շատ լավ, եկեք երկրորդ եղանակն էլ քննարկենք ու այնուհետև կամփոփենք երկուսը իրար հետ։ Երկրորդ եղանակը իրականում լրիվ նույն գործողություններն է անում, ինչ առաջին եղանակը, սակայն օգտվում ենք այսպես ասած բանաձևից մեր։ Իսկ որ բանաձևն է, որ ճանապարհը հավասար է արագությունը բազմապատկած ժամանակով, այսինքն թե որքան ժամանակ է նա այդ արագությամբ շարժվել։ Իսկ ինչը մեզ մոտ որն է մեզ մոտ ճանապարհը, որն է ժամանակը եւ արագությունը այս դեպքում։ Դե տեսեք, ընդհանուր ճանապարհը, որը պետք է ունենանք, որը պետք է անցնի Լուսին, դա 3 կիլոմետրն է։ Հեսը հավասար է 3 կիլոմետր։ Իսկ արագությունը, որը v տառով են նշանակում, S-ով ճանապարհը, V-ով արագությունը ըստ խնդրի հավասար է 5 կիլոմետր/ժ։ Դա էլ այստեղ կարող ենք նշել։ Եվ մեզ պետք է արդեն գտնել ժամանակը, որը T տառով է նշանակում, ինքն թե ինչքան ժամանակում կարող է անցնել 3 կիլոմետր ճանապարհը Լուսինեն, եթե շարժվում է 5 կիլոմետր/ժ արագությամբ։ Իսկ դա գտնելու համար վերհիշենք բանաձևը, S-ը հավասար է V անգամ T, որտեղից էլ արդեն ժամանակը գտնելու համար մենք պետք է ճանապարհը բաժանենք արագության վրա։ Այս բանաձևի հիմքը հենց հետևյալ տրամաբանությունն է, որը առաջին եղանակում լուծելու ժամանակ մենք օգտագործեցինք։ Ուղղակի տեսեք, այստեղ մենք ունենք 5 կիլոմետրը 1 ժամում է անցնում, մենք դարձրինք րոպեով, որպեսզի ավելի հարմար լինի, ու ստացանք, որ 1 կիլոմետր 12 րոպեում է անցնում։ Հիմա մոտավոր այդ տրամաբանությամբ, այդ հիմքով մենք այս բանաձևը ունենք
ու կարող ենք կիրառել միայն։ Շատ լավ, ու դրա համար t-ն մեզ մոտ արդեն հավասար կլինի s-ի 3 է, իսկ v-ն հավասար է 5։ Ու կարող եք այս բանը նկատել, որ 3/5-ը այնքան էլ հավասար չէ 36-ի։ Բայց բանն այն է, որ մեզ մոտ s-ը կիլոմետր/ժամ էր, իսկ կներեք, s-ը կիլոմետր էր, իսկ v-ն կիլոմետր/ժամ, արագությունը այդպես էին, նրանց միավորները այդպես էին։ Հետևաբար t-ն էլ մենք կգտնենք ժամով, որովհետև կգտնենք, թե քանի ժամ է պահանջվելու լուսինեից։ Բայց խնդիրը մեզնից պահանջում էր գտնել, թե քանի րոպեում է լուսինեն կհասնի իր կանգնած կետից մինչև դպրոց։ Դրա համար այս ամենը պետք է ուղղակի բազմապատկել 60-ով։ Այստեղ նշենք, որ սա րոպեն է, ինչից հետո կստանանք մեր ցանկալի 36 րոպեն։ Այսինքն երկրորդ եղանակը կիրառելու ժամանակ պետք էր պարտադիր ուշադրություն դարձնել միավորին, որովհետև առաջին եղանակում մենք բանաձև չենք կիրառել, ուղղակի տրամաբանորեն քայլեր ենք կատարել, իսկ երկրորդ եղանակում արդեն բանաձև ենք օգտագործել, ու եթե ուշադիր չլինեինք, մենք միգուցե հենց այսպես էլ պատասխանը թողնեինք, առանց նկատելու, որ մեզնից րոպե է պահանջում։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, դա ամենակարևոր կտորներից մեկն էր, դա գծագիր գծելը ու հասկանալը, թե ինչպես է ամեն ինչ կատարվում, դա առաջին եղանակի լուծումը, ինչ էր իրանից ներկայացնում, մենք ուղղակի գտնանք, թե 1 կիլոմետրը քանի րոպեում կարող է անցնել, որովհետև դրանից հետո շատ հեշտ էր գտնել, թե 3 կիլոմետրը քանի րոպեում կարող է անցնել, մեզ մոտ լուսինեն ու գտանք հենց այդտեղից այդ 36 րոպեն։ Իսկ երկրորդ եղանակը իրանից ներկայացնում էր ուղղակի մեր իմացած բանաձևը կիրառելուց, որի հիմքում իհարկե ընկած է այս տրամաբանությունը։ Ինչ արեցինք մենք, գիտեինք, որ ճանապարհը 3 կիլոմետր է, իսկ արագությունը 5 կիլոմետր/ժամ, մեզ պետք է ժամանակը գտնել։ Դրա համար գիտենք, որ ճանապարհը հավասար է արագությունը բազմապատկած ժամանակով, այսինքն այդ արագությամբ ինչքան ժամանակ ենք մենք շարժվելու։ Եթե այսքան ճանապարհ անցնում է 1 ժամում, օրինակ, ահա այդպիսի քանի կտոր է պետք, որպեսզի անցնի ամբողջ ճանապարհը, միգուցե այդքան չէ պետք, այլ դրա ինչ-որ մի փոքր մասն է պետք։ Շատ լավ, հենց դա այստեղ օգտագործեցինք, որտեղից էլ արդեն գիտենք, որ ժամանակը հավասար է ճանապարհը բաժանած արագության վրա, հենց դա կիրառեցինք ու գտանք, որ միավորը այստեղ ժամով է ստացվում։ Բայց խնդիրը մեզնից րոպեով էր պահանջում, ուստի դարձրինք այդ միավորը րոպե, որտեղից էլ այս խնդրի համար մեր պատասխանն է 36 րոպե։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ավարտել։